Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 10-ին հանդիպել է նախարարության տարբեր ստորաբաժանումների կինծառայողների հետ, քննարկել նրանց կարիերայի առաջխաղացման հնարավորություններն ու ոլորտում առկա մարտահրավերները։ Կլոր սեղան քննարկմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիան Ացվլիշվիլին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը եւ միջազգային այլ գործընկերներ։ Արփինե Սարգսյանն ընդգծելով բազեվաչափով հանդիպումների կարևորությունը նշել է, որ դրանք թույլ են տալիս ոչ միայն քննարկել առկա խնդիրները, այլև նախանշել դրանց հաղթահարման կոնկրետ քայլեր։ Նախարարը բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության բարեփոխումների գործընթացում միջազգային գործընկերների աջակցությունը, կարևորել նախարարության որդեգրած մոտեցումները կիսելու նրանց պատրաստակամությունը։ Անդրադառնալով հասարակական եւ քաղաքական կյանքում կանանց ներկայացվածության հնարավորությունների ընդլայնմանը, նախարարն ընդգծել է, որ հատկապես ներքին գործերի նախարարության համակարգում կանանց ներգրավվածությունը շարունակաբար մեծանում է, իսկ նրանց վերագրվող դերերի բովանդակությունը փոխվում։ Երբ որ մենք խոսում ենք երկու սեռերի ներկայացվածության մասին, այստեղ շատ կարևոր է ընկալել, որ համատեղ ինտելեկտի, համատեղ հմտության, համատեղ գիտելիքի արկայությունն է, որ լավ արդյունքներ է երաշխավորում։ Եվ հետևապես այստեղ շատ կարևոր է հավասար ներկայացվածության ապահովումը, հատկապես ներքին գործերի նախարարության համակարգում։ Նախարարի խոսքով յուրաքանչյուր կինծառայող իր օղակում կարևոր դերակատարում ունի եւ պետք է կարիերայի առաջխաղացման իր փորձով ոգեշնչի համակարգ ընդունվող ծառայողներին։ Ձեր օրինակը կարևոր փոփոխությունների գրավական է։ Դուք այսօր Հայաստանում ստեղծում եք նոր իրավիճակ։ Դուք օրինակ եք բոլորի համար եւ կարծում եմ այնինչ անում եք իսկապես նշանակալի է։ Ես գիտեմ, որ հեշտ չի եղել կարծրատիպեր հաղթահարելը, բայց կարևոր է, որ դուք կարողացել եք հաջողել։ Վասիլիս Մարագոսն անդրադառնալով ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումներին, վերահաստատել է Եվրոպական միության շարունակական աջակցությունը, որը միտված է նոր արդյունքներ գրանցելուն եւ քաղաքացիներին առավել որակյալ ծառայություններ մատուցելուն։ Նա դրական է գնահատել նախարարության ենթակա ծառայություններում կանանց ներգրավվածությունը, նշել հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ այլ զգայուն թեմաների շրջանակում կինծառայողների մոտեցումների դրական ազդեցությունը։ Գնալով աճում է այն ընկալումը, որ կանայք իրավապահ համակարգում հատուկ արժեք ունեն, եւ կանանց ու տղամարդկանց միջև հավասարությունը միայն վիճակագրություն չէ, այն բարձրացնում է հանրության վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ, համայնքների անվտանգության ապահովման հարցում առաջարկում այլընտրանքային մոտեցումներ։ Միջազգային գործընկերները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը ներքին գործերի նախարարության հետ շարունակելու արդյունավետ գործընկերությունը։ Քննարկմանը մտքեր են փոխանակել նաև ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների կինծառայողները, կիսվել իրենց փորձով ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ներկայացրել առաջարկներ։ Քննարկվել են նաև առաջնորդական պաշտոններում կանանց ներկայացվածության, նրանց կարողությունների շարունակական զարգացման եւ վերապատրաստումների անցկացման վերաբերյալ հարցեր։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզական բաժնի ծառայողների, Արաբկիրի համայնքային ոստիկանների եւ մայրաքաղաքի պարեկների հետ։ Մարտի 6-ին ժամը 6:35-ին Ապօյնի թմրանյութ ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևանի Բաղրամյան պողոտայում ձերբակալվեց եւ իր Հոնդա Մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Արաբկիրի բաժին տեղափոխվեց Նորք Մարաշի բնակիչ 34-ամյա մի կին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, որի ընդհանուր քաշը 125 գրամ էր։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում շարունակելով իրացնել օպերատիվ տվյալները, նույն օրը ժամը 13:55-ին Մաքսանենք ճանապարհով Հայաստան Ապօյնի թմրամիջոց տեղափոխելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով Մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում բնակության վայրի մոտ իրավապահները ձերբակալեցին եւ ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխեցին 45-ամյա մի օտարերկրացու։ Անձնական խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող 2.36 գրամ զանգվածով պատետ, մեթադոն տեսակի 25 դեղահաբ եւ բյուրեղանման հետքերով ապակյա 2 գլանակ։ Երկուսն էլ ձերբակալվել են։ Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 34-ամյա կնոջ բնակության վայրում։ Հայտնաբերվել է 21.3 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, ապակյա 5 գլանակ եւ լիրիկա տեսակի հոգեմետ 12 դեղահաբ։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքերը փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային արձանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 պատիկի չափով 20000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։